Ողջույն բոլորին, ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի զարգացումները հասել են մի կետի, որտեղ յուրաքանչյուր վայրկյանը կարող է ճակատագրական լինել հերոսների համար։ Այսօր մենք ականատես ենք լինում խորը հոգեբանական ապրումների և ֆիզիկական կործանման վտանգի։ Սկսենք Մագդայից, ում հոգին պարզապես փոթորկված է։ Նա հանդիպում է Էդոյին, հույս ունենալով գոնե մի փոքրիկ լուր իմանալ Լանայի մասին։ Մագդայի աչքերում իսկական սարսափ է։ Նա բարձրաձայնում է իր ամենավատ վախը։ Մտավախություն ունեմ, որ Կարենը Լանային սպանել է։ Պատկերացնում եք այս աղջկա վիճակը։ Նա դեռ չգիտի, որ Լանան իր կենսաբանական մայրն է, բայց արյունը կարծես խոսում է։ Նրա ներքին ձայնը, նրա ինտուիցիան գոռում են մոտալուտ ողբերգության մասին, իսկ Էդոն անզորությունից քարացել է։ Նա լռում է, որովհետև դաժան իրականությունն այն է, որ ոչ ոք չգիտի, որտեղ է Լանան և ինչի արել նրա հետ Կարենը։ Այս լռությունը ավելի սարսափելի է, քան ցանկացած բառ։ Մինչ Մագդան և Էդոն տառապում են անորոշությունից, Նորոյի տանը իսկական դավադրություն է հյուսվում։ Հասմիկը, ով ընդամենը ժամանակավոր ապաստան էր խնդրել, արդեն ոչ միայն տնավորվել է, այլև սկսել է իրականացնել իր մութ պլանները։ Նորոյի հոր հետ ծանոթությունը նրան տվել է այն վստահությունը, որը պակասում էր։ Հասմիկը գտել է ընտանիքը քանդելու և Նորոյին իրենով անելու ամենակարճ ճանապարհը։ Նա մոտենում է Էլիզին և սկսում իր հոգեբանական խաղը։ Հասմիկը համոզում է Էլիզին ներել հորը և ընդունել նրան։ Ինչու՞։ Որովհետև ըստ Հասմիկի, Նորոն սկսել է մեղմանալ Արշակի հանդեպ, փորձում է մոռանալ անցյալը, իսկ եթե հայրը վերադառնա, նա ամեն ինչ կանի, որ Նորոն և Արշակը երբեք չհաշտվեն։ Բայց մենք հասկանում ենք Հասմիկի իրական նպատակը։ Նրա միակ դարդն այն է, որ Նորոն և Մագդան հանկարծ չմիանան, և նա պատրաստ է օգտագործել նույնիսկ Էլիզի հորը որպես զենք։ Եվ ամենացավալին այն է, որ Էլիզը, կուրացած իր էմոցիաներով, լսում և համաձայնում է այս թունավոր պլանին։ Նա ինքն իր ձեռքով խաչ է քաշում եղբոր երջանկության վրա։ Բայց սերիայի գագաթնակետը անկասկած տեղի է ունենում Լանայի բարեկամուհու տան դիմաց։ Նորոն և Արշակը վերջապես հանդիպում են դեմ առ դեմ։ Սա այն խոսակցությունն է, որին մենք սպասում էինք շատ երկար։ Նորոն այլևս չի խնայում Արշակին, նա ուղիղ հարվածում է ճշմարտությամբ։ Լանան հատուկ նպատակով է մտել քո տուն, Արշակ, և ամեն ինչ արել է, որ դու չհասկանաս, թե ով է ինքը։ Արշակը զարմանում է, բայց սա դեռ սկիզբն էր։ Նորոն իջեցնում է գլխավոր հարվածը։ Լանան իրականում Մագդայի մայրն է։ Լռություն։ Պարզապես պատկերացրեք այդ պահը։ Արշակը, ով իրականում Մագդայի հորեղբայրն է, իմանում է, որ այն կինը, ով ապրում էր իրենց հետ, ում նա սկսել էր վստահել, իր եղբորորդու մայրն է։ Այն մայրը, ով տարիներ շարունակ գոյություն չի ունեցել նրանց կյանքում։ Սա տեղեկատվական և էմոցիոնալ այնպիսի ծանրաբեռնվածություն է, որին մարդկային ուղեղը պարզապես չի դիմանում։ Արշակի դեմքը գունատվում է։ Ստացած ինֆորմացիան ոչ միայն հոգեբանական շոկ է առաջացնում, այլև ֆիզիկական։ Արշակի սիրտը չի դիմանում այս դաժան ճշմարտությանը և նրա ինքնազգացողությունը կտրուկ վատանում է։ Նա կորցնում է հավասարակշռությունը։ Նորոն, ով վայրկյաններ առաջ շպրտում էր ճշմարտությունը նրա երեսին, հիմա սարսափահար փորձում է օգնել նրան։ Նա մտահոգված շտապ տանում է Արշակին հիվանդանոց։ Սիրելի հետևորդներ, սա իսկական ողբերգություն է։ Արդյոք Արշակը կդիմանա այս հարվածին։ Եթե նրա հետ մի բան պատահի, Մագդան կմնա լիովին մենակ, առանց հորեղբոր և առանց մոր, ով գտնվում է Կարենի ձեռքերում։ Եվ ինչ կանի Նորոն, երբ հասկանա, որ իր իսկ բացահայտած ճշմարտությունը կարող է ճակատագրական դառնալ Արշակի համար։ Գրեք ձեր կարծիքներն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Իրավիճակը ծայրահեղ է։ Բաժանորդագրվեք այս ալիքին, որպեսզի առաջինը իմանաք, թե ինչ է սպասվում մեր հերոսներին։ Շնորհակալություն դիտելու համար։